կապված է կարծրատիպերի հետ, մենք նոր խոսում էինք կարծրատիպերի կոտրման մասին, Արփին նշեց, որ եթե նայում եք զարդար այդ ժամանակներում, դա միանշանակ կսպասեք, քանի որ շատ խիստ է վերաբերվում բոլորը սպասելուն, հավատարիմ սպասելուն, բայց ժամանակի ընթացքում կարծիքները ինքնուրույն չեն կոտրվում եւ ինչ-որ մեկը հանդիսանում է կոտրող։ Ինչ? Կոտրող։ Հա, ինչ-որ մեկը անպայման ինքն է առաջինը ռիսկ անում ու ինչ-որ քայլ անում, որպեսզի կարծիքները կոտրվեն եւ ինձ թվում է Զարդարը կարող էր եթե նա չլիներ այդքան երկմտող եւ աղքոտ, նա միգուցե գործեր եւ իր կյանքը լավացներ։ Թվում է այդ կարծրատիպերով մտածողները չեն դնում իրենց Զարդարի տեղ, եթե իրենք լինել այդ վիճակում հաստատ չէին մնա։ Այսինքն իրենք էլ կբաժանվեին։ Լավ է, վերնավիճելի բան ես ասում, բայց Արփին ավելի ճիշտ է կապել ժամանակները տարբեր են։ Արփի։ Օրինակ ես կարծում եմ, որ եթե Զարդարը ընդդիմանար եւ դաշնաբեր, ոչ Զարդարի ծնողները Զարդարի հետ կընդունեին եւ ոչ էլ ամուսնու ընտանիքն է դրան լավ ընդունում։ Դրա համար ես Զարդարի փոխարեն ոչ թե կսպասեի, այլ ուղղակի կհամակերպվեի, որովհետեւ ուրիշ տարբերակ չունեի կյանք սկսվելու։ Եթե նույնիսկ փորձեի, հիմնականում հենց որ օրինակ հիմա օրինակի համար, որ կանանց իրավունքները պաշտպանվում են, դա շատ երկար ճանապարհ են անցել այդ մարդիկ ու առաջին անգամները, որ այդ կարծրատիպերը սկսել են կոտրվել, հիմնականում հենց դժբախտությամբ են ապրել, այսինքն նույնիսկ եթե Զարդարը ընդդիմանա, դժվար թե նրանց հետո ինքը երջանիկ լիներ։ Նորավերքում նշված է, որ Զարդարը լինելով սպասման մեջ արդեն վատ հարաբերություններ ուներ իր ծնողների եւ իր ամուսնու ծնողների հետ, այդ իսկ պատճառով ես մտածում եմ, եթե նույնիսկ նա իմանալուց հետո դժբախտանար, պետք է փորձել, քանի որ նա այսպես թե այնպես դժբախտ էր եւ վատ հարաբերություններ ուներ իր ընտանիքի եւ իր ամուսնու ծնողների հետ։ Բարի, ես ես մաղթում եմ երեխաներով այսքան խորհրդի վերլուծություններից հետո դուք կյանքում առաջինը չհայտնվեք նման իրավիճակում, չունենաք ընտրության այսպիսի հատված ձեր կյանքում եւ երկրորդն եթե հայտնվեք Աստծո ներածը կարողանաք քայլ անել, համարձակ լինել, կարծրատիպեր կոտրել եւ իմանալ, որ այս կյանքը ձեզ տված է մի անգամ եւ դուք ծիծաղ ունեք, որը պետք է որ լացի փոխվի։ Այսքան